Խմոր, եթե ժամանակ չունեք, բայց պիցցա պետք է պատրաստեք, այս խմորը իդեալական կհամապատասխանի։ Ջրային ողջույն հարգելի հետևորդներ, այսօր պիցցայի խմոր ենք պատրաստելու, որը պատրաստվում է շատ արագ, ընդամենը 10-15 րոպեում, սա կատակ չէ, այլ իրականություն եւ հիմա պատրաստում եմ կիսվեր զեզեթ, հենց այդ բաղադրատոմսով։ Նաև ավելացնեմ, որ այս խմորը ունիվերսալ խմոր է եւ կարող եք պատրաստել առհասարակ ինչ կցանկանաք։ Արագ ներկայացնեմ բաղադրիչները, այստեղ ինձ մոտ 390, այսինքն 400 գրամ մոտավորապես մաղված ալուր է, տեսեք։ Պարտադիր կերպով մաղում եք ալուրը, դա նաև անվտանգության նկատառումներից ելնելով է շատ կարևոր։ Այս անհրաժեշտ է լինելու ջուր, ջուրը ինձ մոտ այստեղ 250 մլ է, այն 50-55 աստիճան եռման ջուր է։ Սա շատ կարևոր է, աստիճանը պետք է լինի հենց այսպիսին է, տաք ջուր է անհրաժեշտ այս բաղադրատոմսի համար, այնքան որ մատը այսպես իջեցնելուց նախ գոլ լինի սկզբնական շրջանում, հետո թեթև այրոց զգաք, դա նշանակում է, որ մեծ պիտանի ջերմաստիճանն է։ Անհրաժեշտ է նաև 1 ճաշի գթալ բուսայուղ, արագ լուծվող խմորիչ է անհրաժեշտ, սա նույնպես շատ կարևոր գործոն է այս բաղադրատոմսի համար, խմորիչը պետք է լինի արագ լուծվող, չոր խմորիչ, 2 թեյի գթալի չափով, 7 գրամ այսինքն, եւ մի փոքր աղ, մոտ կես թեյի գթալա կամ 1 ոչ լիքը թեյի գթալ, այսպես կես լիքը կամ 1 ոչ լիքը։ Դե ինչ առաջնահերթ կատարում ենք հետևյալ գործողությունը, մոտ 200 գրամ, 150-ից 200 գրամ ալուրը միանգամից ավելացնում ենք թասի մեջ, այսպես բավական է, ավելացնում ենք այստեղ միանգամից խմորիչը, այսպես լավ խառնում ենք, որ ամբողջությամբ խառնվի եւ ավելացնում ենք ամբողջ տաք հեղուկը, տաք ջուրը ամբողջությամբ, այսպես խառնում ենք, վերածում ենք 1 համասեռ ընդհանուր զանգվածի, սպասելու կարիք չկա ընդհանրապես, եթե ուզում եք կարող եք 1-2 րոպե այսպես թողնել, բայց դրա կարիքը կրկնում եմ ընդհանրապես չկա, մենք պատրաստում ենք արագ պատրաստվող խմոր, եթե ժամանակ չունեք, բայց պիցցա պետք է պատրաստեք, այս խմորը իդեալական կհամապատասխանի։ Այսպիսի զանգված ստանալուց հետո անմիջապես միանգամից ավելացնում ենք բուսայուղը, այսպես։ Ավելացնում ենք մնացած ալուրը, մի փոքր թողնենք, ամբողջությամբ չենք ավելացնի, թե կարիք լինի կավելացնենք նոր մնացածը, քանի որ բազմիցս նշել եմ, որ խտությունները տարբեր են լինում ալյուրների եւ ամբողջությամբ ավելացնելը անհրաժեշտ չէ երբեք։ Ավելացնում ենք աղը եւ այս ամենը հիմա լավ խառնում ենք եւ մեր նպատակն է վերածել այս ամենը փափուկ ձեռքերին չկպչող խմորի։ Սկզբնական շրջանում կարող է այնպես լինել, որ խմորը լինի կպչուն, դա նորմալ է։ Հետագայում արդեն հունցելիս այն ենթարկվող խմոր է դառնում եւ այն ինչ մեզ անհրաժեշտ է։ Այսպես հունցում ենք, կարծում եմ 5-10 րոպե կտևի ամբողջ հունցելու process-ը, շատ լավ կլինի, եթե դուք ունենաք հատուկ սարք, որը խմորը հունցում է ձեր փոխարեն, բայց եթե չունեք, որևէ խնդիր չկա, այսպես հանգիստ հունցում ենք, ինչպես միշտ, մի քանի րոպե։ Վերջ հարգելի ընկերներ, այսպիսի տեսեք գունդ ենք ստանում, փափլիկ, ձեռքերին չկպչող մի խմոր, կրկնած սկզբնական շրջանում հունցելու կարող է այնպես ստացվել, որ շատ կպչուն լինի խմորը, դա նորմալ է, ոչինչ չեք ավելացնում, ոչ մի ալուր, ոչ մի բուսայուղ, պարզապես շարունակում եք հունցելը, այնքան մինչև դառնա այսպիսին է խմորը, չկպչող, էլաստիկ եւ ենթարկվող։ Ինչ հարգելի ընկերներ, այս խմորի առավելությունն այն է, որ
որևէ կարիք չկա սպասելու մինչև հաս ունանա խմորը, 2 ժամ սպասելու, 1 ժամ սպասելու, ընդհանրապես չեք սպասում, քանի որ արագ լուծվող խմորի չենք օգտագործել եւ տաք ջուր ենք օգտագործել, սա նպաստում է նրան, որ շատ արագ կերպով հենց հիմա նույնիսկ մենք կարող ենք բաժանել այս խմորը 2 մասի կամ հենց այսպես մեկ մեծ պիցցա պատրաստել եւ վայելել տեղում, որովհետեւ վտանգավոր բան չկա, հանգիստ կարող եք հենց հիմա բացել եւ վայելել, տեղափոխել ջեռոց, պիցցա պատրաստելու տարբերակը ես այսօր իհարկե չեմ ցուցադրելու, սակայն խոստանում եմ այս նույն խմորով վաղը պիցցա պատրաստել եւ ներկայացնել ձեր դատին, թե ինչ ենք ստացել արդեն շորցերի տեսքով, այսինքն կարճ տեսանյութերի տեսքով, այնպես որ խնդրում եմ բաց չթողնել եւ սպասել պատրաստ լինելու խմորի, կներկայացնեմ ամբողջ process-ը 1 րոպեի ընթացքում դուք էլ կտեսնեք։ Շնորհակալություն հետևելու համար, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք շատ շուտով, մինչ նոր հանդիպում։